Բարևձեշան Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր ապրիլի 29-ն է, երեքշաբթի։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Հանրապետության նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխայիլ Կավելաշվիլին առանձնազրույց կունենան, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։ Հայաստանի և Վրաստանի նախագահները այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և մի շարք այլ ուղղությունների շուրջ Տալինում համատեղ մամուլի ասուլիս են տվել Հայաստանի և Էստոնիայի վարչապետները։ Մեր հարաբերությունները հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա, և Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Տալինում վարչապետ Քրիստեն Միխալի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Դրա արտահայտություններից մեկը նաև Հայաստանի Հանրապետությունում վերջերս ընդունված օրենքներ Հայաստանի Հանրապետության Եվրամիությանը անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ, եւ ես ուզում եմ ասել, որ նաև վարչապետի հետ քննարկումների ժամանակ ես ընդգծեցի, որ այդ օրենքը մենք դիտարկում ենք նաև որպես լրացուցիչ խթան մեր ժողովրդավարական բարեփոխումների համար։ Հայաստանում երբեմն նաև արվում են մեկնաբանություններ, որոնք Փաշինյանի կարծիքով ճիշտ չեն արտահայտում իրականությունը։ Նրա խոսքով Հայաստանը ամենևին էլ Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունի։ Հայաստանն ուզում է, ինչպես եւ տրամաբանական է, ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ։ Ավելին, մենք ուզում ենք ունենալ կարգավորել մեր հարաբերությունները մեր տարածաշրջանի երկրների հետ։ Մենք ուզում ենք հարաբերությունները կարգավորել Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, մենք ուզում ենք ավելի լավացնել հարաբերությունները մեր մյուս հարևանների հետ, Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ իհարկե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ, եթե մենք տեսնենք, թե վերջին տարիներին ինչ զարգացումներ են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, գուցե թե որոշ ժամանակ առաջ դա թվար եւ գնահատվեր անիրատեսական եւ անհնար։ Վարչապետն ընդգծում է, այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն կա եւ իր շնորհակալությունն է հայտնում Եվրամիությանը, նաեւ Էստոնիային այդ որոշմանն աջակցելու համար։ Փաշինյանը հույս է հայտնում, որ Եվրամիության հետ կխորացվեն հարաբերությունները մի շարք ոլորտներում, այդ թվում տնտեսական, առևտրային ուղղություններով։ Իսկ ինչպես է Էստոնիան գնահատում Հայաստանի ներկայիս հետագիծը դեպի Եվրամիության հետ ավելի խոր ինտեգրում եւ կոնկրետ ինչ առաջարկով կարող է աջակցել մեր երկրին։ Հարցն այս անգամ Էստոնիայի վարչապետին էր ուղղված։ Իրապես ուրախ եմ, որ դուք որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, այն է, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, այսինքն ոչ թե բարեփոխումներ են հանուն բարեփոխումների, այլ բարեփոխումներ հանուն էլ ավելի լավացնելու Հայաստանի ժողովրդի կյանքը։ Եվ ինչ կարող է անել Էստոնիան։ Մենք կարող ենք օգնել մեր թվային պետության փորձով։ Կարևորագույն բարեփոխումներ են իրականացվում Հայաստանում, դուք հստակ ընտրել եք մի ճանապարհ, որը նշանակում է ավելի սերտ հարաբերություններ Եվրոպական միության հետ։ Էստոնիան ձեզ աջակցում է այս հարցում։ Մենք խրախուսում ենք եւ բարեփոխումները շոշափելու օգուտներ կբերեն առաջին հերթին ձեր ժողովրդի համար։ Քրիստեն Միխալը թվեց Հայաստանի եւ Էստոնիայի միջև բազմավոլորտ համագործակցության ուղղությունները, կրթությունից մինչև տնտեսության դիվերսիֆիկացում։ Ընդգծեց նաեւ, որ Հարավային Կովկասում խաղաղությունը շատ կարեւոր է Էստոնիայի եւ Եվրամիության համար։ Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացել են խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնել, եւ այդ հարցում, պարոն վարչապետ, ձեր մասնակցությունը շատ կարեւոր է եղել։ Հուսով եմ, որ շուտով համաձայնագիրը կստորագրվի։ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ դիրքորոշում ունի հասնելու կայուն խաղաղության մեր տարածաշրջանում։ Մենք այսօր Էստոնիայի վարչապետի եւ ընդլայնված կազմով քննարկման ժամանակ անդրադարձ ենք կատարել աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին։ Մենք վճռական ենք իրականացնելու այդ ճանապարհին անհրաժեշտ մեր
բաժին քայլերը, կրել մեր բաժին պատասխանատվությունը եւ արկա խնդիրները հարևանների հետ լուծել կառուցողական երկխոսության եւ բանակցությունների միջոցով։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը Էստոնիայի վարչապետին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի հետ կապված վերջին զարգացումները եւ ակնկալիքն առ այն, որ Հայաստանի խաղաղության օրակարգն ի վերջո շոշափելի արդյունք կտա։ Շնորհակալություն եմ հայտնել գործընկերոջս Էստոնիայի կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնական փոխհամաձայնեցումը ողջունելու համար եւ վերահաստատել եմ իմ պատրաստակամությունը ստորագրելու արդեն իսկ համաձայնեցված տեքստը, նշելով նաեւ, որ հնարավոր եմ համարում խաղաղության համաձայնագրի հետ միաժամանակ Ադրբեջանի հետ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կառույցների լուծարման համատեղ հայտը։ Այս ամենին նախորդել էր Հայաստանի եւ Էստոնիայի վարչապետների նախ առանձնազրույցը, այնուհետև ընդլայնված ձևաչափով հանդիպումը։ Կրիստեն Միխալը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների լայն օրակարգը եւ դրանց արդյունավետ իրականացման գործում հայտնել Էստոնիայի կառավարության պատրաստակամությունը։ Նրանք կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը, գործարարների միջև համագործակցության խթանումը, բիզնես համաժողովների կազմակերպումը, անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, այդ թվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման գործընթացին, պետական կառավարման համակարգում թվային լուծումների ներդրմանը։ Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանում կհաստատվի երկարատև եւ կայուն խաղաղություն։ Հաջորդիվ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էստոնիայի վարչապետի անունից տրվել է պաշտոնական ընթրիք։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Բաքվի ռազմական դատարանում 3 շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծ ու դատավարությունը։ Դատական 28-րդ նիստում ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ քննարկվել են 1992 թվականի Շուշիում տեղի ունեցած իրադարձությունները։ Հարցաքննվել են նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Շուշիի ազատագրման օպերացիային վերաբերող նիստում հարց է եղել Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Հղում անելով ինչ-որ տեսանյութերի, ադրբեջանցի դատախազը պնդել է, թե Շուշիի օպերացիայի մշակմանը մասնակցել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները։ Կեղծ դատավարությունը կշարունակվի մայիսի 1-ին։ Այսօր առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի կենտրոնական Գարեգին Նժդե փողոցում։ Բախվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի կամազ, Ford Transit, Mercedes, Opel եւ Gaz 3110 մակնիշների ավտոմեքենաները։ 5 մեքենաների բախման հետևանքով կա 1 զոհ, 4 վիրավոր, նրանցից մեկը երեխա է։ Հետո կամպոսներն է գաբում, ով է զարգե ինչ եղել, ես հաբար չեմ։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ի սահմաններում երթևեկության պիկ ժամին Գարեգին Նժդեհի փողոցում Շիրակի մարզային ոստիկանության խաչմերուկում լուսացույցի տակ։ Ականատեսների նկարագրելով հրշեջ փրկարարական ջոկատի կամազ մակնիշի մեքենան լուսածայնային ազդանշաններով շտապելիս է եղել հրդեհի վայր, եւ այդ պահին խաչմերուկի վրա հարվածել է Ford Transit ավտոմեքենային, որում են վարորդ 10 տարեկան աղջիկ երեխա։ Ուժեղ բախման հետևանքով հրշեջ մեքենան կողաշրջվել է, այդ վիճակում հարվածել եւս 3 Mercedes, Opel եւ Gaz 3110 մակնիշների ավտոմեքենաներին։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել վթարը, նկարագրեց Gaz 3110-ի վարորդը։ Ինքը սիրենա միացրած, արագ կուկար, Ford-ը իր համար խաչմերուկը կանաչի տակ կանցներ։ Խփեց Ford-ին ու եկավ ի մեքենայից խփեց, ռուլը կողել եւ կիսատ էր, դու համար թափալես, եկավ խացավ ու շրջավ։ Իմ մեքենասը գնաց են Opel-ին խփեց, դեղի մի հատ Mercedes էր կայնած, դեղից է Mercedes-ին ուտպես քանի մեքենա, 1, 2, 3, 4 մեքենա։ Այդ պահին անկախության հրապարակից դեպի Գարեգին Նժդե փողոց ընթացող Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի հասցրել մեքենան փախցնել։ Իր մեքենային հարվածել է Gaz 3110-ը, մեքենայում եղել է նաև վարորդի կինը, նրանք չեն տուժել։ Այդ մեքենան այնտեղ կանգնած էր, առանց շոֆերի ելնել եկավ խփեց ինձ կանա։ Թաղից եկա, հա ես մեկից ռիսկի տորմուս տվեցի կանա, կշուռ եկավ, ես էլ ոչ մի բան չեմ ճոգել։ Ես ցենք վերևից չեմ տեսել ինչ եղել։ Եկավ դեմս շուռ եկավ, քաշը կանել եմ ես։
5 մեքենաների բախման հետևանքով 5 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։ Ֆորդ Մագնիշի ավտոմեքենայի 35-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում աշխատել է շտաբ բուժօգնության 4 բրիգադ։ Մեր մոտ դիմել է 4 հոգի, մեկը մահացած, 3-ը հետազոտման փոխումի, երեխա էլ ավստրիական։ Տուժածների վիճակը գնահատվել է կայուն ծանր։ Կողաշրջված Կամազ Մագնիշի մեքենայում եղել են փրկարարական ջոկատի 3 հրշեջներ, որոնք ստացել են մարմնական վնասվածքներ։ Տուժած երեխան բազմակի կոտրվածքներով տեղափոխվել է ավստրիական մանկական հիվանդանոց։ Այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Նախնական հետազոտություններով երեխան ունի նաև գանգուղեղային փակ վնասվածք։ Վթարից ժամեր անց կենտրոնական փողոցը դեռ փակ էր երթևեկության համար։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Տեղեկացնենք, որ վթարի հետևանքով տուժած երեխան տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Այսօր ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 3:40-ին 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում Բավրա գյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-ից 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի եւ Մեծ Սեպասար գյուղերում 3 բալ ուժգնության։ Իրանի խոշորագույն առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, վիրավորներին 1200-ի։ Երկրի ազգային աղետների կառավարման կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքներն ավարտվել են։ Առաջիկա օրերին կշարունակվեն մաքրման եւ փլվածքների հեռացման աշխատանքները։ Պայթյունի հետևանքով վիրավորված 1072 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ 138 վիրավոր դեռևս բուժում է ստանում։ Պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում։ Ապրիլի 28-ը Իրանում հայտարարվել էր սգո օր։ Իրանի ներքին գործերի նախարարը ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել է անփութությունը։ Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Ֆրանսիայում էլեկտրամատակարարումը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։ Պորտուգալիայի վարչապետը հայտարարել է, որ երկրի բնակչության 80%-ի համար վերականգնվել է էլեկտրաէներգիան։ Լուիս Մոնտենեգրոն ասել է, որ Blackout-ի աղբյուրը հավանաբար Իսպանիայում է։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն էլ հայտարարել է, որ քննիչները կվերլուծեն էլեկտրաէներգիայի անջատումների բոլոր հնարավոր պատճառները եւ կոչ է արել հանրությանը շահարկումներ չանել այս հարցի շուրջ։ Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները սկսվել էին երկուշաբթի կեսօրից։ Անջատումները խափանել էին հասարակական տրանսպորտի, լուսացույցերի, բանկոմատների, բջջային կապի եւ ինտերնետի աշխատանքը։ Իսպանիայի եւ Պորտուգալիայի մի շարք քաղաքներում հայտարարվել էր արտակարգ դրություն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։